Պարոն Սարգսյանն այս միջադեպով ինչ դիտարկումներ ուներ եւ դատարանը կանանց միջնակցությունն է քննում ինչ սպասելիքներ ունեն դատարանից։ Մի անգամից վերջի հարցից սկսեմ, սպասելիքներս դատարանից մեծ են, որովհետեւ կարծում եմ, որ միջդատականի վարույթի փուլում գործը քննող դատավորը բավականին լավ բան է եւ կարծում եմ շատ կարող է լավ կրկնել, որ այնտեղ առաջադրված մեղադրանքների 452-րդ հոդվածով մեղադրանքի հիմնավոր շեմի անգամ մինիմալ շեմը ապահովված չի եւ չկա այդպեսին, ես քիչ հետո կանադառնամ դրան, իսկ միջադեպի հետ կապված լարված է պարոն Հարությունյանը այդ միջադեպը արդեն եթե չեմ սխալվում 2 օր է Կիրակի երրորդ օրն է, հա։ Եվ այս 3 օրերի ընթացքում հանրությունը բավականին լարվել է եւ կողմ եւ դեմ վիճակների եւ այդ վիճակները ամեն դեպքում ստիպեց որպեսզի համակուշադրությամբ հետևեն իրադարձություններին եւ այն մեղադրանքներին, որը ներկայացվել է ներկայումս Դավիթ Մինասյանին, 18-ամյա Դավիթ Մինասյանին Մեղադրանքները, որքան որ ինձ հայտնի քրեական օրենսգրքի գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով է եւ 452-րդ հոդվածով։ Այստեղ խնդրը առույց, որ ես տեսնում եմ զուտ իրավական տեսանկյունից, դա քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրումն է, որը իմ կարծիքով ինչպես արդեն իմ խոսքի առաջին սկզբնամասում նշեցի, հիմնավոր կասկածի անգամ չի ապահովում։ Տեսեք հոդվածի քաղաքական հատվածի մասին։ Ես հիմա կասեմ, տեսեք այստեղ այո, նաև ճիշտ եք նկատել, խնդիրը վերաբերվում է հետևյալին 452-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարում։ Եթե խուլիգանության այսինքն 297-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանքը կա, առաջադրված է, հետևաբար դա ինքնին բացառում է 452-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի գոյությունը գոնե առ-երևույթ։ Հաջորդ հանգամանքը, դա առաջինը, երկրորդը 452-րդ հոդվածը այնտեղ դիսպոզիտիվ հատկանիշները հետևյալն են, այսինքն շարադրված է հետևյալ կերպ, որքան որ ինշորություն չի դավաճանում, պաշտոնատար անձի ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարում է։ Ընդ որում օրենսգիրքը շեշտադրում է օրինական ծառայողական եւ քաղաքական գործունեության մասին։ Հիմա մենք պետք է պատասխանենք հետեւյալ հարցին. ենթադրյալ տուժողը, այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, տվյալ դեպքում Կիրակի օրով եկեղեցական տոնին, բաղկացարդի տոնին, նույն ժամի, նույն պահի, նույն վայրում իրականացնում էր արդյոք օրինական, ծառայողական կամ օրինական քաղաքական գործունեություն թե ոչ։ Այս հարցի պատասխանը պետք է վարորդին իրականացնող մարմինը տա։ Եթե չի տվել, հետևաբար արժի ծառայությունը մատուցել առնվազն բարձրաստիճան պաշտոնատար անձը։ Իսկ չեք մտածում, որ նախ Փաշինյանը իր սկզբանե հայտարարել է, որ գնում է քաղաքական քարոզարշավի։ Եվ նա ծեսի վայրում թույլ տվեք ավարտել, եւ նա հոգեվոր ծեսի ժամանակ չի մասնակցում ծեսին, նա ընդամենը մտնում է եւ դուրս է գալիս։ Այդպիսով տեղի ունենում միջադեպը, չասեմ սադրում է, հրահրում է, թող դա իրավաբաններ ասեն, բայց փաստացի նա մուտք է գործում, ես քիչ առաջ դες այդ տեսանյութի հատվածը փոխանցել եմ։ Մյուզեումում տեղադրված է այդ հատվածը, որ ինքը մտնում է, տղաները աջ եւ ձախ կողմերում կանգնած, նույնիսկ դեմքը փակում է այն տղան Դավիթը, որը հիմա ներսում է դատարանում, դեմքը փակում է, հաշտ խաղաղ կանգնած են եւ դուրս է գալիս, հետո տեղի ունենում միջադեպը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի նախապես հայտարարած քարոզարշավը 1, սա փաստ է, ձեր նշած հոդվածի հիմք է ստացել համար, եւ երկրորդ արդյոք քննման հատուկ առարկա չէ, թե ինչպես է ստացվում, որ նա մտնում է դուրս է գալիս, այսինքն քարոզությունը է դա եկեղեցու տարածքում ծեսի պահի։ Եվ եթե նա մտնում է խաղաղ, ինչու է հետո դուրս գալուց միջադեպում, եթե տղաները պլանավորել էին, ունեին պլան, որ պիտի վնասեն կամ խոչընդոտեն նրա քարոզությունը, ապա կարող են հենց սկզբում խոչընդոտել, ինչու է վերջում։ Այստեղ ճիշտ եք նկատել, խոչընդոտման հանգամանքի մասին խոսք չկա,
որտեղ խոսքը գնում է բռնության գործադրելու սպառնալիքի մասին կամ չավարտված բռնության մասին։ Որքան որ ինձ հայտնի է, ներկայումս առնվազն գոնե 2-3 օր առաջ որևէ քաղաքական գործունեություն այս պահի դրությամբ չի իրականացվում, որտեղ պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը որևէ քաղաքական իրավիճակ գոնե այս պահին գոյություն չունի։ Խոսքը վերաբերում է ընտրությունների նախաշեմ կամ պաշտոնական քարոզարշավ կամ որևէ բան։ Եթե դա ներկուսակցական քարոզարշավի մասին է խոսքը, սա քաղաքական գործունեություն չի։ Սա կարող է յուրաքանչյուր ներքաղաքական գործունեություն ծավալել, քանի որ արշավ կազմակերպել, բայց դա չի նշանակում, որ դա օրինական քաղաքական գործունեություն է։ Օրինական քաղաքական գործունեությունը պետք է սահմանված լինի, այնպես ինչպես օրինական ծառայական գործունեությունը պետք է սահմանված լինի օրենքով, օրենսդրական ակտերով եւ այլն եւ այլն։ Այս պարագայում մենք նման իրավիճակ չունենք եւ չենք ունեցել առնվազն գոնե 2-8 տարածքում։ Ինչ վերաբերում է քարոզարշավը, ենթադրաբար, առերևույթ այսպես ասենք, ենթադրաբար քարոզարշավ եկեղեցու ներսում ներկուսակցական ինչ-որ միջոցառումների շրջանակներում, ապա սրա մասին համենայն դեպս հավաքված մարդիկ եւ հատկապես հավատացյալ ժողովուրդը պարտավոր չէին եւ չպետք է իմանային դրա մասին։ Այլ խնդիր է, որ եթե դու այդ հավատավոր ժողովուրդը լինեին, օրինակ, առավելևս հայտարարել, օրինակ, եթե այդ ժողովուրդը լինեին, հավաքված մարդիկ լինեին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, դա այլ խնդիր կարող է լինել։ Այսինքն առնվազն գոնե ողջամտորեն տվյալ երիտասարդները, 10 տարեկան երիտասարդները պետք է իրազեկված լինեին հանրային ասենք բաց աղբյուրներով կամ որևէ այլ կերպ, որը այնտեղ իրականացվում է որոշակի ներկուսակցական գործողություններ կամ գործունեություն։ Այսպես իրավիճակ մենք չենք ունեցել։ Հետևաբար մենք այդպիսով բացառում ենք որևէ կերպ օրինական քաղաքական կամ ծառայական գործունեության միջամտելու նպատակը։ Հետևաբար, եթե այս դիտավորությունը, որը կատարվում է բացառապես ուղղակի դիտավորությամբ, եթե այս դիտավորությունը բացակայում է, հետևաբար 452-րդ հոդվածի գոյության մասին կամ մեղադրանք առաջադրելու մասին առնվազն ծիծաղելի է, զուտ քրեական իրավունքի դիտության տեսանկյունից։ Սա կոչվում է նյութական իրավունքի խախտում։ Եթե այդպիսի մեղադրանք առաջադրվել է առնվազն Դավիթ Մինասյանին, ճիշտ եմ, չէ՞ Շմահնազյանը, Դավիթ Մինասյանի նյութական իրավունքը խախտվել է, արդեն խախտվել է։ Չեմ խոսում դատավարական ազատության, առողջության մյուս համանդրական իրավունքները կամ կոնվենցիոն պաշտպանող իրավունքները։ Խոսքը վերաբերում է նյութական իրավունքին, որը որ ապօրինի անիմը եւ անօրինական մեղադրանք է առաջադրել։ Նորից եմ կրկնում, հանրությունը կարող է բարոյական տեսանկյունից լավ կամ վատ գնահատել, դեմ եւ կողմ լինել։ Հանրությունը կարող է բաժանվել երկու մասի կամ երեք մասի, ես չգիտեմ, բայց չոր իրավաբանության տեսանկյունից մենք գործ ունենք քրեական իրավունքի կոնկրետ գիտության հետ։ Իսկ դրա իրադրությունում քրեական իրավունքի կոնկրետ գիտությունն ասում է, որ 452-րդ հոդվածի հանցակազմը բացառապես գոյություն չունի։ Հիմա անդրադառնամ ինձ ամեն առաջի խոսքին։ Դատավորը մնացական մարտիրոսյան, եթե ճիշտ եմ հիշում, որ նաև դատավորը բազմամյա իրավաբան է, այո, բազմամյա իրավաբան է եւ շատ լավ գիտակցում եւ հասկանում է քրեական իրավունքի գիտությունը գոնե այդ մասով, որ տվյալ հանցակազմը Դավիթ Մինասյանի արարքում պարզապես անգամ հիմնավոր կասկածի մինիմալ շեմով բացակայում է։ Հետևաբար խոսել այդ հանցակազմի մասին, ուրեմն մենք չենք կարող։ Տակը մնում է խուլիգանության հոդվածի, խուլիգանության արարքի կատարման հանցակազմը, դա էլ մինչև 2 տարի ազատազրկում է նախատեսում, այսինքն ոչ մեծ հանրության հանցագործություն է, որը որ հնարավոր է նաև կարող են անգամ 18-ամյա տղայի նկատմամբ այնպիսի հիվանդություններ, որոնք խոչընդոտ են հանդիսանում կալանքի կամ ջրբակալման կամ պատիժը կրելուն, այս պայմաններում կարող է ոչ արդարացնող ինքով քրեական հետապնդում չիրականացվել։ Համենայն դեպս իրավապահմանները հրաժարվեին այդպիսի քրեական իրականացնել։ Մեզ հայտնի չէ, այսինքն ես առնվազն չեմ տեսել, որ տղաներից եւ Գևորգից բացի այլ մարդիկ հարցաքննվել են, այսինքն տուժողի կարգավիճակ ունի այս գործով Նիկոլ Փաշինյանը եւ նա հարցաքննվել է կամ մարդիկ ովքեր տուժող են համար, որտեղ այս գործը նույն մնացական Մարտիրոսյանի մեկ այլ աղմկահարույց գործի հետ ահագին նույնություն ունի։ Եթե հիշում եք,
լուսահոգի Արմենը Գրիգորյան դատապարտվում էր, բայց չկա դժոխք։ Նույնիսկ այդ բողոքը այդպես էլ որևէ ձեռագիր կամ ոչ ձեռագիր բողոք, մենք այդպես էլ չտեսանք, ովքեր են այդ գյումրեցիները, որոնք վիրավորվել էին իր խոսքից, ովքեր էին ուժողները, բայց Արմենը այս դատարանում էր եւ տվյալ պարագայում, եթե մենք հետևենք իրավապահ մարմինների գործունեությանը եւ նրանց մեղադրանքի բովանդակությանը, այսպես ասեմ, հա, առնվազն գոնե հանրային բաց աղբյուրներից ինձ հայտնի տեղեկատվության իմաստով ասեմ, որ իրավապահ մարմինները, ես արդեն ասի, արջի ծառայություն են ապրել, գոնե նեղացրել են եւ այդ ուժողի կարգավիճակը առնվազն տվել են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Հետևաբար պետք է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ճանաչված լիներ առնվազն ուժող եւ հարցաքննված լիներ։ Կարծում եմ, որ եթե հարցաքննված լիներ եւ լրատվության միջոցների հանրությունը տեղյակ կլիներ եւ առնվազն գոնե արձագանք կլիներ դրա դեպքում կառավարության կողմից պաշտոնապես գոնե հանդես գային հաղորդագրություն տարածեի եւ այլն։ Նրանք քաղաքական հայտարարություններով են ուղղորդել իրավապահ մարմիններին։ Սա համարեմ ձեր արտահայտությունը համարեմ որպես հարց եւ նշել հետեւյալը։ Քաղաքական ամբողջություն, այդ թվում աշխատակազմը։ Ես այսօր սոցիալական եւ հարթակներում եւ հանրային բաց աղբյուրներում տեսա, որ այո, իշխող ուժը եւ իշխող ուժի որոշ առանձին անհատներ հանդես են եկել որոշակի հայտարարությամբ գնահատականներով, ինչով եւ այսօր հենց այս դատարանի համար ճնշող նշանակություն կարող է ունենալ։ Այսինքն սա ուղղակի եւ անուղղակի ձևով արդարադատության նկատմամբ ուղղակի միջամտություն է, որտեղ գոնե առնվազն շատերը գիտեին կամ շատերը արդեն մեզնից առաջ իմացել են, որ կալանքի միջնորդում է քննարկվել դատարանում եւ փորձել են դատարանին ինչ-որտեղ ուղղորդել այդ միջնորդության քննարկման հարցը։ Հետևաբար այս հարցը ես կարծում եմ եւ հույս ունեմ եւ ապավինում եմ դատարանի ողջամտությանն ու արդարադատությանը, որ արդարամտությանը այն հաշվարկով, որ դատարանը հաշվի առնելով կողմերի հավասարությունը, հաշվի առնելով արդարադատության շահը, հաշվի առնելով իշարք հանգամանքներ, նաև հանրության, այդ թվում նաև ինչու՞ չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի լավագույն շահերը, պետք է քաղաքական, նախընտրական ինչ ուզում ենք անունը դնենք, պետք է այս միջնորդությունը մերժի այն հաշվարկով, որպեսզի դաշտը մնա նեյտրալ։ Այդպիսի լուսավոր իշխողություններ, կարող ենք չունենալ լուսավոր իշխողություններ, բայց մենք նաև նախադեպեր ունենք նույն դատավորի անձի մասով, ես չեմ կարող օգուտ ներկայացնել, որ նա ունի բազում արդարացման դատականատեր, եւ հույս ունենք, որ գոնե այս միջնորդությունը քննարկելիս կամ քննելիս նա գտնվի արդարացնի եւ արդարադատության շահը գերակայելով կհասնի նրան, որ քրեական իրավունքի գիտությունը, որը ես համարում եմ կոնկրետ գիտություն, այս դեպքում քրեական իրավունքի իմաստով Դավիթ Մինասյանի գործնահարվածը կվերականգնի։ Սարգսյան, իսկ արդյոք այն հանգամանքը, որ նա դպրոց է հաճախում մեղմացնող չէ եւ արդյոք դատարանը թույլ չի տա, որպեսզի տղան իրականացնի իր սահմանադրական իրավունքը, շարունակի կրթությունը եւ դուք կասեք այդ հոդվածները ծանր են, առանձնապես ծանր են, ո՞նց են գնահատվում այդ հանցանքները։ Ես ասեմ նախ ուսումնառության սովորելու իրավունքը, ուսում ստանալու իրավունքը դա սահմանադրական իրավունք է։ Եվ ոչ միայն համանadrական, նաև կոնվենցիոն իրավունք է, եւ կոնվենցիան ուղիղ պարտավորեցնում է, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիան ուղիղ պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ իրավասու մարմիններին, որպեսզի հնարավորություն տրվի աշակերտին, իսկ Դավիթ Մինասյանը աշակերտին շարունակելու իր ուսումը, ընդ որում հանրակրթական միջնակարգ եւ ավարտելու անձ։ Սա առաջինը, հաջորդը Դավիթ Մինասյանը գտնվում է զորակոչային տարիքում։ Եթե հիմա զորակոչի մասին ուրեմն օրենքով, եթե անձը գտնվում է քրեական հետապնդման տակ, նա զորակոչման ենթակա չէ։ Հիմա տեսեք, եթե մենք սկսենք հաշվարկել, թեկուզ մեր մատերի վրա, թե այս մեղադրանքը ինչքան վնաս է պատճառել եւ ինչքան օգուտ է տվել։ Այդ թվում հանրային եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական։ Այո, այդ թվում անձերի եւ քաղաքական գործիչների անձնական եւ քաղաքական շահերին ինչքան օգուտ է տվել եւ ինչքան վնաս է տվել։ Այստեղ նորից եմ կրկնում, եթե
եթե այն հոդվածը 452 հոդվածը, որը համարվում է ծանր հանցագործություն, քրեական օրենսգրքի տեսանկյունից, ապա խուլիգանության մեղադրանքը համարվում է ոչ մեծ հանրության հանցագործություն։ Այս պարագայում գործում է քրեական օրենսգրքի ընդհանուր դրույթները, համաձայն որի առաջին անգամ ոչ մեծ հանրության հանցագործություն կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե առերևույթ ընդունում ենք, որ այն գործողությունները, որը որ կատարել է Դավիթ Մինասյանը։ Ընդ որում ես քիչ առաջ իմ լավ բարեկամ Սյուզին հարց տվեց, ասես որ մի տեսանյութ կա, որ ինչ ներկայացվել, այո, այդ տեսանյութում հստակ երևում է Դավիթ Մինասյանի գործողությունները, սա կոչվում է քրեական իրավունքի տեսանկյունից հանցակազմի օբյեկտիվ կողմ եւ սուբյեկտիվ կողմ, այսինքն դիտավորության։ Եթե կար դիտավորություն որոշակի ինչ-որ գործողություններ կատարելու, խոսքը վերաբերում է 452-րդ հոդվածի իմաստով, ապա Դավիթ Մինասյանը զրկված չէր եւ կարող էր հանգիստ իրականացնել այդ գործողությունը։ Մանավանդ հենց դեմքի մոտով։ Այո, կարող էր հանգիստ իրականացնել։ Այլ խնդիր է, որ անձը պաշտպանված էր, պաշտպանված չէր։ Կասեցվել չէ, խափանվել չէ, խափանվել, սա հարցի մեկ է։ Բայց այստեղ կարևորը Դավիթ Մինասյանի գործողությունն է, որ մենք պետք է գնահատենք։ Իսկ ինչպես որակի նրանց ձերբակալման ենթարկելու այդ կադրերը, որտեղ ձերբակալման Իրեք վերջի շրջանում, ընդհանրապես վերջի տարիներին ձերբակալումը պատերին կպելով, ասֆալտին ծեփելով, տանելու այդ այսպես պոպուլյար քայլերը ես դա քիչ չեմ համարում։ Եթե անձը կատարել է որոշակի արարք եւ նա ենթակա է որոշակի, ասենք, սահմանափակման ազատության իմաստով, ես շատ անգամներ իմ պրակտիկայում որպես փաստաբան տեսել եմ, որ մարդիկ ասում են մենք գալիս ենք, գալիս են նստել մեքենա կամ ծանոթագիրը ստացել են կգանք անպայման։ Չէ, պարտադիր է, որպեսզի դիմակավորված կամ ինչ-որ թևերը ծալված կամ հայացքը հառած գետին վիճակ ունենան, սա իրավական որևէ քննադատության եւ քրեադատավարական որևէ քննադատության չի ենթարկվում։ Սա առավել շատ փողոցային տղայական, այսպես ասեմ, ժարգոնային ինչ-որ մի վիճակ է, որը որ մարդիկ ուզում են ինքնահաստատվել։ Սա ինքնահաստատման ինչ-որ մի պրոցես է, որին որ իմ համար գոնե ընկալելի չի, գոնե թե իմ տարիքի, թե իմ ստաժի, թե իմ մարդկային, թե իրավական, թե բարոյական իմաստով գոնե իմ համար ընկալելի չի։ Ինչը մանուկների օրհնության կարգեր անցկացումը հոգևորական։ Համարենք, որ Դավիթը մանուկ չի, համարենք, որ Դավիթը պատանի է։ Ամեն դեպքում, այո, դա հենց դա է ուզում ասել, որ ամեն դեպքում գտնվում է այնպիսի վայրում, գոնե հայի համարյալի վայրում, որ ողջամտորեն այդ վայրը համարում է սրբության սրբոց վայր, եւ այդտեղ մարդիկ անգամ շշկում են, անգամ իրենց հեռախոսներն են անջատում, անգամ որևէ վատ արտահայտություն ցույց չեն տալիս, գնում են մեղքերի թողություն են կատարում, ի վերջո տարբեր արարողակարգերի են մասնակցում, մարդիկ որ ծնվում են, մկրտվում են այդ եկեղեցում, մարդիկ որ ուզում են ամուսնանալ իրենց կյանքը փոխեն դեպի լավը, արարողությունը կատարում են տվյալ եկեղեցում, մարդիկ որոնք թաղում են իրականացնում իրենց հարազատին, մերձավորին վերջի հրաժեշտ են ուզում տալ, անում են այդ եկեղեցում։ Բայց սա սրբության սրբոստեր է, դրա համար որևէ մեկը ոչ Դավիթ է դա ստեղծել, ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը դա ստեղծել, ոչ կաթողիկոսը դա ստեղծել, ոչ էլ Եսուսի են դա ստեղծել։ Դա մեր կրոնն է, որը սահմանադրորեն սահմանված կրոնն է, հայ առաքելական եկեղեցու շինության ներսը, որը որ բոլոր հավատացյալները գտնվում են։ Եվ դա ամենակարևորը, ես էլ եմ չէ երիտասարդը, վերջո երիտասարդությունը այդ օրը ծաղկազարդիկների օրը դնում են ինչ-որ ատրիբուտներ են անում, նշխար են ստանում, օրհնություն են ստանում, հատկապես երեխաները, որոնք պետք է կյանք ունենան։ Այսինքն սա կյանքի իմաստով, բովանդակ իմաստով զատկից առաջ տոնվող տոն է, որին որ մենք ամենայն սրբությամբ ենք նախապատրաստում եւ գնում եւ ամենայն պատասխանատվությամբ ենք ընդունում։ Այդ իմաստով անդրադառնամ Դավիթին ու եղբորը, ճիշտ ասած չեմ տեսել, չեմ կարողանում տարբերակել իրանց, բայց երկուսի ձեռքին ոնց թե աղոթագրքեր կային։ Այսպես սա ողջամտորեն մեկ այլ բանի մասին է կային։ Աղոթագիր կրող անձը առաջին հերթին ինչքան էլ ուզում է մեղավորության կանխավարկածով նայել։
խնդրի կամ հարցի կամ նրա վարկագծին, այս դեպքում մենք գործում ենք առնվազն մարդու հետ, ով գոնե այդ պահին աղոթում էր։ Մի բան է, եթե այդուհանդերձ գնանք սցենար պլան B-ով, դուք ակնկալիքներ ունեք իհարկե դատավորի կողմնակցության մասով, բայց եթե առայժմ միջև որոշման հրապարակման պահը։ Եթե այդուհանդերձ չմերժվի միջնորդությունը երեխայի կալանքի տանելու, դուք կարծում եք հատուկ ուսումնասիրության արժանիքային հանգամանքը, որ քննչական կոմիտեն չի կանչել հանցագործության միջադեպը հրահրած կամ առաջինը հարվածը սկսած վարչապետի քիչազորի անդամի նա չի հարցաքննվել, մեզ հայտնի չեն այսպիսի տեղեկություններ առնվազն եւ կարգավիճակ ունի կրկնում են վարչապետը, որ այս դեպքում դժոխ է համարում եւ որի պատվախնդրության հարցն է բարձրացել ամբողջ իրավապահ համակարգը։ Արդյոք սա ուշադրության արժանի հանգամանք չէ, պլյուս այն դրվագները, որ իշխանության ներկայացուցիչները բարձր մակարդակում թիրախավորում են այս ընտանիքին եւ հատուկ արտահայտություններով նաեւ իրավունքներով։ Ես այո, դրան այսպես անդրադարձա, բայց ավելի այսպես փորձամ անդրադառնամ, բազում բեկրաբանություններ եմ տեսել եւ նաեւ ուղիղ խոսք եմ տեսել ատելության, ճշտամանքի, մենք ասում ենք տեսեք հանրությունը շատ վաղուց հանրության մեջ գեներացում է ատելություն եւ ճշտամանք, շատ վաղուց։ Ընդ որում այդ գեներացումը կատարվում է յուրաքանչյուրս տեսնում ենք ում կողմից, որը իշխանություն կրող անձանց կողմից դա արվում է։ Եվ այս դեպքն էլ բաշխ թողեցին, որպեսզի ճշտամությունն ու ատելությունը գեներացվի։ Նորից եմ կրկնում, հանրությունը կարող է ունենալ թեր, դեմ եւ կողմ վիճակներ, իրավիճակներ ունենալ, բայց սրա ֆոնի վրա գեներացնել ճշտամություն եւ ատելություն ընտանիքի նկատմամբ կոնկրետ դեպքում եւ ընտանիքի եւ տվյալ պատանիների նկատմամբ կարծում եմ որևէ կերպ արդարացված չի եւ կարծում եմ որևէ մեկը դրա ոչ բարյական ոչ իրավական իրավունք ուղղակի չի։ Ավելին ասեմ, ախանդավոր է համարել տղաների աշխատակազմի ղեկավարը։ Չհակադարձնեմ, թե այդ տվյալ անձանց չհակադարձեմ, որ աղանդավորը դուք եք, աղանդավոր այսպես կամ աղանդավորն այսպես, Աստված ամեն բան տեսնում է, Աստված ամեն բան տնօրինում է, Աստված ամեն բան իր տեղը կդնի եւ ամեն մեկին իր տեղում կպահի։ Մենք Աստծո վրա հույս չենք դնում։ Արժե հետագայում իրավական դաշտում հետամուտ Իհարկե այս իշխանության ներկայացուցիչների միանշանակ բոլորին ով ինչ գործողություն կատարել պետք է այդ գործողության համար պատասխան տա առնվազն կոմիտե վարչապետի տիկնազորի անդամի չկանչելը, որի բռունցքով իսկ դառել այս միջադեպը։ Ես գտնում եմ, որ որպես իրավաբան գտնում եմ, որ պետք է եւ պարտավոր է քննչական մարմինը քննության առարկա դարձնել, առաջնային քննության առարկա դարձնել այդ հարցը, ու եթե չի դարձվել կամ չդարձնեն, ապա սա եւս մեկ անգամ արժանացություն մատուցել կլինի նույն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Պիտի միջնորդեն փաստաբանները նրան ներգրավել։ Գիտեք, Սուսի ջան, էական չի, որ կմիջնորդեն, թե չեն միջնորդի։ Դա ասում եմ իրենց սուրբ պարտականությունն է։ Դա ես չեմ ասում։ Մի քանի անգամ առնվազն գոնե վարչապետը մասնակից է, մարդը խփել է, խփելու պատասխան է ստացել։ Ինչի՞ պիտի ներգրավել։ Ինչի՞ պիտի նրան կարգավիճակ չտային, թեկուզ վկայի։ Ինչի՞ պիտի նա քննչական կոմիտե եւ հավասարի։ Շատ ճիշտ եք ասում։ Սա Արտոնյան է։ Քրեական վարույթի քննման տեսանկյունից, այսինքն աշխատանքային կարգով պետք է քննարկել, ոչ միայն դատավարական իմաստով պարտավոր ունենալու, աշխատանքային կարգով պետք է քննարկել որպես վարկած, թե եթե Դավիթ այնուամենայնիվ ձեռքը մեկնել է ինչ-որ մի գործողություն կատարելու, արդյոք դա պատասխան չի եղել այն հարվածի, որ իրեն տրվել է։ Արդյոք չի եղել այն իրավիճակ, որ այստեղ խաղացել են պատանու զգացմունքների վրա։ Մենք այս հարցերի պատասխանը գոնե այս պահին չունենք, հանրությունը չի քննարկում։ Այդ դրա համար եմ ասում, այն ով որ մեկնաբանություններ անում կամ ես այսօր տեսա հայկական ժամանակը, թե ինչեր է գրել։ Ինչ մեկնաբանություններ էին տվել, շնամական, գեներացնող, ատելություն գեներացնող, խոսքեր ուղղակի են չեսում։ Սա ուզում են ասեն, թե հասարակությունը չի ընդունում Դավիթի արարքը։ Քավլիցի կարող է չընդունել, մեկը կարող է շատ լավ ընդունել, մեկը կարող է դրա համար նույնիսկ ասել մահապատժի ենթարկել,
բայց սա չի հանրությանը կարգավորող իրավիճակը, սա չի, որ օրենքով է նախատեսվում։ Օրենքով վիճակներ կա, որ նախատեսված է, հանրությունը պետք է դրա պատասխանը կարողանա ստանալ միայն օրինական իրավական ընթացակարգերի շրջանակներում։ Եթե մենք այս ամեն ինչը չենք կարողանում ապահովել, իշխանություն կրողները դրա համար են նստած։ Իրականում իշխանությունը չպետք է լռությամբ սպասել իրավական գործընթացի շարունակության։ Լրագրողը միջադեպից անմիջապես հետո հարց է ուղղում վարչապետին։ Հենց նոր ձեր մասնակցության միջադեպ եղավ եւ տղաներին բերման են ենթարկել։ Դուք եք բողոքել, թե ինչու շարունակություն եք արձակել, ասում է իրավապահ համակարգ իր ֆունկցիան է կատարել ընդհանրապես։ Շատ լավ, եթե իրավապահ համակարգ իր ֆունկցիան է կատարել, ուրեմն իրավապահ համակարգ ֆունկցիա ունի եւ պարտավոր է, դա իր պարտավորությունների դաշտում է, որպես կրում է ապացուցման պարտականություն եւ ամբողջությամբ բազմակողմանի օբյեկտիվ եւ լրիվ քննելու գործի կնություն կատարելու։ Պետք է պարզել ով է հարվածել Դավիթին, ինչի համար է հարվածել Դավիթին, ինչ արժարիթով եւ ինչու է դրա պատասխանը ստացել։ Սա էլ որպես աշխատանքային վարկանիշ։ Եվ եթե չեն հարձակվել, ինչու չեն հարձակվել, եթե համարենք, որ սա միջդատական վարույթի սկզբնական փուլն է, ուրեմն հույս ունենք, որ նախաքննության ավարտին որ մեր այս հարցերի պատասխանը կունենանք։ Եթե մենք հույսներս դնում ենք իրավապահ մարմինների պատշաճության վրա, ուրեմն պատշաճությունը պետք է լինի հավուր պատշաճ։ Ուրեմն պետք է օբյեկտիվությունը ճիշտ պահվի եւ ոչ թե արչի ծառայություն մատուցվի քաղաքական գործին այն հաշվարկով, որ տեսեք մենք քո նկատմամբ կամ քո կողքանած անձի նկատմամբ բռնություն կիրառելու ցանկություն ունեցող անձին կարող ենք գլուխեկախ հայացքով բերման ենթարկել, ձերբակալել, ներկայացնել դատարան կալանքի եւ այլն։ Սա արժանացության մատուցում է։ Եթե մի քիչ խորը մտածեն, կներեք, եթե մի քիչ մարդկայնորեն խորը մտածեն, ապա բոլորը շատ լավ կհասկանան։ Սա իշխանություններին ոչ ձեռնտու իրավիճակ է։ Համենայն դեպս այս ժամանակահատվածում։ Ռեյտինգի մասով է։ Այո, ռեյտինգի մասով եմ ասում։ Միգուցե իշխանությունն ուզում է, որ իրենց կախենան, որտեղ նա ամեն կիրակի այսպիսի տխուր իրավիճակներն է անում։ Եթե Մանավանդ ձեզ հայտնի է դարձել, որ նույն օրը տարօրինակ դիվանագիտության մեկ այլ 18-ամյա տղա Երևանին Ուտերեք ասել, թել է վարչապետի մեքենայի կոնտեժի վրա, եւ նա ձերբակալվել է դրա համար։ Հա, բայց մենք գիտենք մեր գոնե պրակտիկայում հայտնեն մարդիկ, որոնք գործնականում մենք ականատես ենք եղել եւ գիտենք, որ պետական իշխանություն զբաղեցնող անձը օրինակ փողոցում թքել է անձի մեկ այլ անձի վրա։ Բան Արել Սիմոնյանի մասնակցում, նա թքելու մեջ անցակազմ չկա, երեխայի թքելու մեջ մեծ անցակազմ։ Դե ուրեմն կարող է երեխայի այսինքն երեխային է 18-ամյա պատանը էմոցիոնալ պորտկում չի, ասենք հասուն մարդուն էմոցիոնալ պորտկում է։ Դե ուրեմն մենք համարենք, որ մինչև 18 տարեկան երեխաների մոտ 18 տարեկանի համար երեխա է 18 տարեկան երեխաների թուքը ուրեմն թունավոր է, կոբրայի թույն է։ Ուրիշ բառ չեմ կարող ասել։